ինչով է Նիկոլ Փաշինյանը ծառայում ԵՄ-ին։ Սա Եվրաժողով չէ, սա Եվրատեսիլ է։ Նիկոլ Փաշինյանը շարունակել է Սերժ Սարգսյանի քաղաքական օրակարգը արտաքին քաղաքականության մասով։ Ցավոք 5 տարի է այդ 2.5 միլիարդը տեղ չի հասնում ակնհայտորեն։ Ինչն էր խնդիրը ԵՄ-ի Սերժ Սարգսյանի հետ։ Տակը արջ է եղել, մյուս կամ գելեր են եղել, մյուս ծառի վրա չի բարձացել։ 2021 թվականին Հանրապետականը մասնակցեց ընտրություններին։ Դու հարց լուծող չես, դու մարդասպան ես։ Ինչ տեղի ունեցավ, որ 26 թվին որոշեցիք քննադատել։ Բայց մի բան եմ ուզում ասել հենց քո տաղավարում առաջին անգամ, հա։ Բայց այդ ժողովրդին ով է կրթել։ Մենք ոչ մի ուղղությամբ, դաժե մոտիկ չեն։ Դաժե մոտիկի մոտիկ չեն։ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, ինչպես նշել էր, որ Շահառուն խմբագրել էր, ով էր այդ Շահառուն, Կարեն Կարապետյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ 2018 թվականին հասարակությունը մերժեց Սերժ Սարգսյանին, սակայն 2021 թվականին պատիվ ունեմ խմբակցությունը, որի կազմում էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հայտնվեց ազգային ժողովում, դառնալով խորհրդարանական ընդդիմություն։ Ողջույն, այսօր իմ հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաև բավականին լավ տեղեկացված է եւ կարելի է ասել այն եզակի մարդկանցից է, ովքեր կարող են ճիշտ վերլուծել հայ-եվրոպական հարաբերությունները։ Ողջույն, պարոն Աշոտյան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Ուրախ եմ լինել ձեզ մոտ, շնորհակալ եմ։ Ես մեր հարցազրույցը նախատեսում եմ երկու մասից կազմել։ Առաջին մասում մենք անդրադառնանք Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև ԵՄ գագաթնաժողովին, եւ երկրորդ մասում արդեն քննարկենք ներքաղաքական որոշ հարցեր։ Սկսենք երևի թե ԵՄ գագաթնաժողովից, հենց ամենասկզբում կարճ մի քանի կետերով կարող եք ասել ինչ տվեց դա Հայաստանին։ Հրավերի համար շնորհակալ եմ նորից, համաձայն եմ այդ պլանի հետ, եկեք հերթով գնանք։ Հայաստան ԵՄ գագաթնաժողովը եւ դրան նախորդած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը որպես քաղաքական իրադարձություններ, առհասարակ որպես երևույթներ դրական են, հա։ Խնդիրը այն մասին չէ, որ երբ որ մենք քննադատում ենք նման միջոցառումների անցկացումը Երևանում, քննադատում ենք ժամանակահատվածը նախ եւ առաջ, որովհետեւ ակնհայտ էր, որ Եվրոպական միությունը կարող էր գալ Հայաստան նման ծրագրերով ցանկացած այլ ժամանակահատվածում տրամաբանական ընտրություններից հետո։ Եթե խոսում ենք իրականում ժողովրդավարության մասին, ապա ով եվրոպացիք շատ լավ են հասկանում, որ ցանկացած նախընտրական этаպում նման միջազգային իրադարձություններով Հայաստան գալը ուղղակի սատարում է ինքնին փաստացի սատարում է գործող իշխանություններին։ Այսինքն մենք քննադատել ենք նախ եւ առաջ հենց այդ փաստը, որ եկեք այս պահին եկել, որտեղ ակնհայտ է, որ եկել եք այս պահին, ոչ թե որպեսզի զարգացնենք հայ-եվրոպական հարաբերությունները իրականում, այլ որպեսզի ձեր անվերապահ աջակցությունը հայտնեք գործող ռեժիմին։ Այդպես էլ եղավ, եթե նայում եք ամբողջ PR-ը, ամբողջ աղմուկը, իշխանական քարոզչամեքենայի կողմից բարձրացված այդ շոու մակարդակը, ապա կտեսնենք, որ հիմնականում աղմուկ էր։ Ես անգամ երեք համեմատեցի, որ սա Եվրաժողով չէր, սա Եվրատեսիլ էր, որովհետև իրականում շոուն ավելի շատ էր, քան արվեստը, աղմուկը ավելի շատ էր, քան բովանդակությունը, տպավորություն գործելու ցանկությունը ավելի մեծ էր, քան արդյունքները, որովհետև փաստացի, եթե ասենց հանենք այդ ցախ, այդ աղմուկը, այդ գույները, այդ դրոնները, այդ մակրոնները, վազվզող ղեկավարները Երևանի փողոցներում, շոյված շները եւ գրկված նորածինները, այդ արանքում տակը ինչ է մնալու է ֆինանսական առումով ստից մի ամոթալի, այսպես ասած, աջակցության տեսակետից փաստացի գումար 20-30 միլիոն եվրոների չափով, մնալու է հերթական անգամ հնչեցված 2021 թվականից առաջին անգամ հնչեցված 2.6 միլիարդ եվրոյի ներդրման խոստումը, 21 թվականին 2.6 միլիարդ էին խոստանում, ոչինչ գրեթե չարվեց, 24 թվականին 2.6 միլիարդը սարքեցին 2.5 միլիարդ ու էլի սկսեցին նույն բանը թմկարել։ Այս անգամ եւս գրված է 2.5 միլիարդ։ 5 տարի է այդ 2.5 միլիարդը տեղ չի հասնում ակնհայտորեն։ Արդյունքում մնաց Զելենսկի այց Հայաստան
ինչը դարձրեց էլ ավելի դարձրեց Հայաստանը գեոպոլիտիկ բախման թաթերաբեմ, սրելով առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող հայ-ռուսական հարաբերությունները, այսինքն Նիկոլը դիտավորյալ ներքաշեց Հայաստանը գեոպոլիտիկ գերկենտրոնների, գերուժերի բախման կիզակետ դարձնելով եւ ինչ էր սպասում հայ հասարակությունը սպասում էր գոնե վիզաների ազատականացման հարցով ինչ որ մի կոնկրետ հայտարարություն, չէ՞։ Այսինքն եթե այդն շատ պրակտիկ կիրառական կենցաղային մակարդակի վերածենք հայ-եվրոպական հարաբերությունների ակնկալիքները, ապա շարքային քաղաքացու ակնկալիքների ճշշող մեծամասն ձևավորված այնց առանց վիզաները հանեն գնանք Շենգեն, այսպես ասած, կամ գնանք Եվրոպա։ Ինչ եղավ այստեղ հերթական փուչիկ, որովհետև այն ինչ որ փորձեցին մատուցել տենց ներքին գործերի նախարարին, ԵՄԴ-սպանը, թուղթ են ստորագրում փոխանցում, իրականում ես բացել մանրամասն սաղ նայել եմ ամբողջը։ Ուրեմն Եվրոպական միությունը ընդհանրապես իմի է բերել այդ երկխոսության ծրագրի առաջին փուլը, գրել է իր դիտողությունները, առաջարկությունները եւ անելիքները, որ Հայաստանը պետք է դեռանի ու փոխանցել է Հայաստանին։ Այդտեղ մոտավորապես 7 տասնյակ միջոցառում պահանջ, այսինքն աշխատանքի մոտավորապես 70-ից ավել։ Բայց գուցե անում են կարճ ժամանակ։ Սա նորն է, այսինքն նոր 70 դեռ պետք է արվի, 70+։ Հիմա նայեք, բոլոր անկախ փորձագետներով նայած մասով անգամ նորմալ կառավարություն ունենալու պարագայում, նորմալ աշխատող, էֆեկտիվ, որ սրանց նման փնթի թաթալաբաց գրպանները լցնող եւ գործչանող, ասֆալտի ցենկոմ, այսպես ասած, 3.5 տարի ժամանակ է պետք։ Այսինքն ամենաօպտիմիստական ժամկետը, երբ որ հայաստանցիները կարողանան առանց վիզայի գնալ Եվրոպական միություն, լավագույն դեպքում դա 3 տարին է։ Դա էլ նորմալ կառավարության դեպքում, այսինքն աշխատող, ռեֆորմանող, ոչ թե աչափնյակ մետրո կառուցող միջև հիմա կամ բայց դա ձեռքբերում է, չէ՞, տեսեք պարոն Արշակյան, դա բացարձակ ձեռքբերում չէ, ջան, ինչու՞, շատ պարզ, որովհետև վիզաների ազատականացման թեման հայ-եվրոպական օրակարգում հայտնվել է 17 թվականի նոյեմբերից փաստաթղթով Սերժ Սարգսյանի օրոք եւ շնորհիվ։ Հետո երկար տարիներ Նիկոլը այդ ուղղությամբ նորմալ գործ չի արել։ Եվ այս թեման վերաակտիվացվել է, վերակենդանացվել է 2024 թվականի վերջին։ 7 տարին ու Նիկոլը 18-ից 24 6 տարի այս կառավարությունը գործ չի արել այդ ուղղությամբ։ Եվ հետո նոր հետին թվով, այսպես ասած, ակտիվանալով փորձում են նախընտրական թողբոյի մեջ այդ կուտը տենց փաթեթավորել եւ հրամցնել հայասարակությունը նորից եմ կրկնում նորմալ կառավարություն ունենալու դեպքում այս ծրագիրը, որ եվրոպացիները ակնկալում են, որ հայկական կողմը պետք է կյանքի կոչի, պահանջելու է 3 տարուց ոչ պակաս։ Հաջորդը դες ասեմ, ինչքան էլ եվրոպացիները սիրում են Նիկոլին, որովհետև նա ծառայում է իրենց շահերին, քաղաքական որոշում վիզաները ազատականացնել նրանք կայացնել չեն կարող, որովհետև շատ պարզ է, եւ վիզաների ազատականացման գործընթացը պահանջում է տեխնիկական եւ բովանդակային համապատասխանեցումներ։ Եթե դու չես համապատասխանում քո երկրի ենթակառուցվածքով, ժողովրդավարության մակարդակով եւ այլ բազմաթիվ խնդիրներով, իրավական դաշտով այդ ազատականացման պահանջներին, քեզ չի կարող ոչ մի բարի ծոճա կամ ձյաձա բարի որոշումով ասի, «Всё, թեպետ դուք չեք համապատասխանում, ես ձեզ տալիս եմ այդ վիզա ֆրի ռեժիմը», չի լինելու այդպիսի բան։ Նիկոլը ինչ է վաճառում այսօր նաև, վաճառում ասում է ես վերընտրվեմ, վիզաները կազատականանան։ Դա սուտ է, որովհետև վիզաները կազատականանան միայն այն դեպքում, երբ որ Հայաստանը կատարի պարտավորությունները, որոնք եվրոպացիք փոխանցել են, այդ պարտավորությունները ավելի լավ կկատարի ցանկացած ավելի պրոֆեսիոնալ կառավարություն, քան սրանք են։ Ինչու եք դա այդպես ասում, որովհետև տեսեք, նույն Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ես կարողացա Հայաստանում անցկացնել տալ ԵՄ գագաթնաժողով, ես ունեմ ԵՄ ամբողջական աջակցությունը, ինչու դուք ել եք ասում։ Շատ լավ հարց եք տալիս։ Եվ նաև երկրորդ հարցը, օրինակ ինչով է վատ, որ ԵՄ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, եւ ինչով է Նիկոլ Փաշինյանը ծառայում ԵՄ-ին։ Հերթով գնանք, առաջինը Նիկոլը այդ բան կարա ասի, ամեն ինչ կարա ասի։ Ամեն ինչ ոնք կարա ասեմ, ածունը սև է եւ ասում է բազմաթիվ հարցերով։ Ղարաբաղը տվել էին տո ռուսները, տո նախկինները, տո մարսիանները, տո ես իմով,
վերջում էլ Պուտինի հետ ընդունեց, որ այսպես ասած ինքը ճանաչել է Ադրբեջանի կազմում Արցախը, որովհետև ասում է Պուտինն է ճանաչել։ Դա էլ ինքնիշխանության փուչիկի պայթեցումներ էլ է։ Այսինքն Նիկոլի ասելու վրա հիմնվելը դա անշնորհակալ գործ է, նա կարող ասի ամեն ինչ։ Պետք է մեր իմ ու ձեր հասարակության խնդիրը ամեն անգամ քննադատորեն մտնելով հասկանալ, որտեղ է Նիկոլը գցում, խափում։ Նիկոլը գցում է մոտավորապես 95-96% դեպքերում։ Եվ ձեր տված հարցադրմամբ ես հիմա դա եւս մեկ անգամ կբացահայտեմ։ Եվրոպական միության այդ գագաթան ժողովները քաղաքական համայնքի տարին 2 անգամ են լինում։ Նախ իրանք հիմնադրվել են կներեք ուկրաինական պատերազմից հետո այդ ձևաչափը, то есть որ Սերժի Վաղախտոչ, Քոչանի Վաղախտոչ, Լևոնի Վաղախտոչ այդ ձևաչափ չի եղել, որ նրանք մի հատ էլ բերեին։ Այսինքն արդեն Դե բայց ուրիշ բան կարային բերեին, չէ՞, օրինակ ավելի։ Երկրորդ, այո, Սերժ Սարգսյանը բերել է ՍԵՊԱ, եւ այդ ՍԵՊԱ-ի վրա է խարսված նիկոլական ամբողջ իրավական դաշտը Եվրոմիության հետ այսօր։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ես ստորագրեցի ռազմավարական գործընկերության օրակարգ Ֆրանսիայի հետ կամ Իռլանդիայի հետ կամ բանում, ցանկացած այդ փաստաթուղթը բացեք, գրածավ հիմք ընդունելով Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության։ Այսինքն կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը շարունակել է Սերժ Սարգսյանի քաղաքական օրակարգը արտաքին քաղաքականության մասով։ Ցավոք ոչ, որտեղ արտաքին քաղաքականության օրակարգը Սերժ Սարգսյանի շատ ավելի բազմաշերտ էր եւ շատ ավելի հայանպաստ, հայամետ, այսինքն բացարձակ հայամետ է։ Այ խնդրում եմ տարբերություններ ասեք։ Շռությունների մեխանիզմը եւ դա մեր կանյոկն է ֆիրմային ստիլն է եղել, որ մենք եւ ԵԱՏՄ ենք մտել 2015-ին, ինչի շնորհիվ Հայաստանն այսօր առհասարակ գոյություն ունի տնտեսական եւ սոցիալական առումներով, որովհետեւ եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, գազը կլիներ այո Պուտինի տեղ ճիշտ $1600, այդ արտահանման հսկայական ծավալները, որոնք 22 թվականից հետո վերարտահանման Հայաստանի տնտեսությանը փող են բերել եւ մարդկանց գրպաններում փողա ֆռում չէր լինի, այդ տնտեսական հոսքերը չէին լինի, այդ սոցիալական քիչ թե շատ այսօր ստաբիլ կայուն վիճակը չէր լինի։ Այսինքն ԵԱՏՄ-ի շնորհիվ միայն գազի պայմանագրի, Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված գազի պայմանագրի, որը ուղղակիորեն շահկապված չէ ԵԱՏՄ-ի հետ, բայց պարզ է, որ Եվրասիական համագործակցության փաթեթի մաս է եղել, Հայաստանը մոտավորապես 4-5 միլիարդ $, շահել է Սերժի շնորհիվ։ Էլ չեմ ասում ԵԱՏՄ մտնելու բուն տնտեսական էֆեկտների մասին, որոնք այս 4 տարի է։ Այ ինչն է սխալանում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե սխալանում, նա դիտավորյալ է անում։ Ինչու՞։ Օրինակ ինչն է սխալանում։ Շատ պարզ է, ինքը քանդել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը, կորցրել է Արցախը դրա հետևանքով, դիտավորյալ կերպով մտել ուրիշի խաղերի մեջ, որովհետև իրան բերած ուժերի գերնպատակը եղել է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, բայց դա արվել է Հայաստանի հայերի եւ Հայաստանի շահերի հաշվին։ Այսինքն էլի հանեիք Ռուսաստանին, ես Ռուսաստանի advocate չեմ, բայց դրա տեղը փոխարինեիք անվտանգային այլ նմանատիպ խոշոր բաղադրիչով մեր համակարգը ինչը չեք արել, այսինքն մի ծառի տիչել եք, տակը արջ է եղել, մյուս կամ գելեր են եղել, մյուս ծառի վրա չեք բարձացել։ Ծառի տիչել եք, գելերը բռնեց ես մեզ բոլորիս այն բանից, բայց չեք փախել, դուք ուրիշ ծառ չունեք անվտանգային։ Երկրորդը այդ քաղաքականության կենտրոնում չի եղել հայկական օրակարգ, օրինակ ցեղասպանության միջազգային ճանաչման միջոցով երաշխիքներ ստեղծել ժամանակակից Թուրքիայի վրա, ճնշումներ գործադրելով, որ ցեղասպանությունը չի կրկնվելու։ Այնինչ Նիկոլն եկավ եւ ցեղասպանությունը կրկնվեց առնվազն Արցախում, որովհետեւ էթնիկ զտումը կներեք միջազգային իրավունքով ցեղասպանական գործողություն։ Այսինքն հնարավոր էր կանխել այս ամենը։ Մենք հարցից հարց ենք բանալու։ Այնտեղ տակերը լիքը բան մնաց, որ ես ուզում եմ ասել ձեր հարցադրումների մեջ տեսնեմ ինչը կհիշեմ հիմա։ Մի խոսքով ԵՄ-ին ինչով է ծառայում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը աշխատում է գլոբալ գեոպոլիտիկ խաղի մեջ որպես գործիք Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Երբ որ այս նախադասությունը ասում ենք, հասկանանք, որ մենք ոչ թե նորից կրկնեմ Ռուսաստանի շահերի ջատագովն ենք, այլ ռուսական գործոնի ներկայացումը տարածաշրջանում երկար տարիներ, եթե չասեմ դարեր, հավասարակշռում էր թուրքական գործոնի առկայությանը։ Այս հարավային Կովկասն է, կա 3 ուժ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Այս էլ մենք ենք, 3 հանրապետությունները։ Երբ որ այս ուժը դուրս է գալիս այստեղից, ակնհայտ է, որ
դատարկ չի մնում, բնությունը դատարկություն չի սիրում։ Երկուսից մեկը պետք է լծվեր։ Իրանը ներուժ չունի լծվելու տարածաշրջան, որովհետև այր քաղաքակրթական պրոյեկտը շիականության շուրջ գերակայությունները ուրիշ ուղղությամբ են, դա Իրաք, Լիբանան, Սիրիա, ավելի շատ մերձավոր արևելքի ուղղությամբ եւ Հարավային Կովկաս ընդհանրին իր թիկունքն է, ոչ թե ընդլայնվելու գոտին։ Պարզա, որ ռուսները ինչքան հեռանում են, այդքան լծվում են թուրքերը։ Եվ սա է խնդրեմը։ Եթե լծվեն եվրոպացիները, ես միայն ուրախ կլինեի։ Ասեի, օքեյ, լավ, ռուսները գնացին, լծվան եվրոպացիները։ Բայց եվրոպացիները չեն լծվելու, ա, որովհետև հեռու են, բ նման նպատակ չունեն, գ իրենց խնդիրը ոչ թե լծվելն է, այլ ռուսներին շպրտելն է։ Հետևաբար, այս ամբողջ կոմբինացիայի մեջ ռուսներին դուրս մղելու ցանկությունը իրականացնելով Նիկոլ Փաշինյանը ճանապարհ ու դարպաս է բացում լեն, շատ լայն Թուրքիայի համար։ Դե Իրանը չի լծվելու տարածաշրջան։ Էլ չասեմ ԱՄՆ-ն են դեր այն դեից են վիդեոկամերան վերտարենք ԱՄՆ-ն չի գալու այդքան հեռու է։ Եվ մենք այս պասիանսի մեջ գեոպոլիտիկ պարզապես այլընտրանք չունենք եւ պատահական չի, որ եվրոպական որոշ ղեկավարներ Նիկոլին գովում էին, ասում են չնայած աշխարհագրական բարդիրքին դուք կարողացաք բեկումնային փոփոխությունների մեկնարկ տալ։ Այդ բեկումնային փոփոխությունների գինն էր, որ սա կիսվեց Արցախը, ջարդվեց հայկական ընդհանուր տարածքը եւ գնաց։ Իսկ ինչ էլ մնացել է Հայաստանից, հենց Հայաստանի հայկական տարածքից, ասես կրտած կներես հանրապետությունը, որի սահմանների վրա նստել ադրբեջանցին, որի տարածքում արդեն զգացում է թուրքական գարշահոտ, այսպես ասած, գայլային երախը եւ էսա կնես դնեմ հետ։ Էսա մեր խնդրեմը։ Հիմա էլի վերադառնանք ԵՄԱ-ից, այսպես ասած, օրակարգին ԵՄԱ-ական։ Այսինքն դու ասում ես Չի եմ ասում, որ Նիկոլը չի կարող անի այդ ենթարկել, շատ պարզ։ Օրինակ եմ բերում, Նիկոլը ոչ մի ինստիտուցիոնալ ռեֆորմ չի արել միջև վերջ եւ չի կարողացել ոչ մի ոլորտում, որ մեկը վերցնենք։ Ակադեմիական քաղաք արդեն քանի տարի թմկարվող տակը բան։ Դե Արցախի հարցը համարում է, որ լուծեց։ Դիտես, եթե տասնամյակների հարցը լուծեց։ Հատ օրինակ եմ բերում, էլի։ Եթե տունը 6 երեխա ունես, հազիվ ես բոլորին կերակրում, երկուսին սպանելով եւ հացը մյուս 4-ի մեջ բաշխելով, չես կարող համարես, որ ընտանիքից սովի հարցը լուծել ես։ Դու հարց լուծող չես, դու մարդասպան ես այդ դեպքում։ Եթե դու երեխաներին կերակրելու հարցը լուծել ես քո մյուս երեխաներին սպանելու հաշվին, դու մարդասպան ես, դու հարց լուծող չես կներես։ Նիկոլը տրամաբանությամբ լուծա։ Հիմա վերադառնանք այդ տիպիկ օրինակին, այսպես ասած, հա, մի օր մի ոլորտ եմ բերում։ Քաղավիացիա։ Լրագրողս լավ պետք է հիշես։ Որ թվականից Հայաստանի քաղավիացիան Եվրոպական միության սև ցուցակում։ Ասեմ քեզ 21-22։ 26 թիվն է, մենք ոչ միայն սև ցուցակում ենք, այլ այդ սև ցուցակում լինելու բանը ժամկետը երկարացվել է եւս 4-5 տարով։ Դու ես մենք մինչև 2030 քաղավիացիայի Եվրոպայի սև ցուցակում ենք։ Հիմա մի ոլորտ եմ քեզ բերում, դա քաղավիացիա, որ 4-5 տարի պետք է դզեն, չեն դզել։ Քիչ չեն դզել, այնքան չեն դզել, որ եւս 4-5 տարով այդ սև ցուցակի մեջ լինելը երկարել է։ Հիմա վերադառնանք վիզաների ազատականացման։ Վիզաների ազատականացման ծրագիրը արդեն ձեզ ասեցի 70-ից ավել միջոցառում, օրենք, բան, sense բաներ է պահանջում։ Տարբեր ոլորտներով։ Պասպորտ կոնտրոլներից սկսած վերջացած դեմոկրատիա, խտրականության դեմ օրենքների ընդունում եւ այլն եւ այլն։ Մի ոլորտ քաղավիացիան չեն կարծել դզեն, որ եվրոպական ստանդարտին համապատասխան է։ Դու ուզում ես ես ու դու նորից հավատանք, որ իրանք 70 քանի միջոցառում են անելու, շատ արագ ու շատ որակով ու մենք համապատասխանենք եվրոստանդարտին։ Այս ժիլեզնի արգումենտ, հա, կոնկրետ օրինակ։ Բայց մի բան եմ ուզում ասել հենց քո տաղավարում առաջին անգամ, հա։ Նիկոլը ինչ ասում, ասում է մենք գնում ենք Եվրոպական միություն։ Եթե մեզ ընդունեն վերջում լավ է, եթե չընդունեն էլի լավ է, որովհետև եվրոպական ոճի պետություն ենք լինել։ Որտեղ այստեղ սուտ է, այստեղ կարևոր սուտ կա։ Սուտը հետևյալն է։ Ակնհայտ է, որ Եվրոպական միությունը երբեք, այդ слово երբեք չի ընդունելու Հայաստանին ԵՄ անդամ։ Տասնամյակների կտրվածքով դա երևում է,
Խի, որովհետև ոչ մի եվրոպացի քաղաքական գործիչ չի կարա իր երկրում քարոզ արշավանի ու ձեն ստանա, եթե գնա իր բնակչության ասի, գիտեք, որ ինձ ընտրեք, մենք ԵՄ մի հատ երկիր ենք անդամ ընդունելու, որը սահմանակից է Իրանին։ Պրծավ թեման։ Եվրոպացին այսօրվա քաղաքական իրականության մեջ այդ թեման փակվել է։ Փակվում է տենց։ Որովհետև մեկ տենց, երկրորդը, որովհետև Եվրոպական միության ընդլայնման թեման ոչ պոպուլյար թեմա է եվրոպական ընտրողի համար եւ նրանք հազիվ սղսնում են Բալկանների հարցը, որտեղ դե Բալկանների հետ 20-25 տարի բանակցում են։ Ուկրաինայի թեմայը չեն կարող առաջ գնալ։ Թուրքիայի թեմայով ոչ պոպուլյար ուղղություններ են, չեն կարողանում առաջ գնալ։ Ամենաիրատեսականը այս փուլում Մոլդովան է, այս հետսովետական երկրներից մնացած խի են Ռումինիայի հետ իր յուրահատուկ հարաբերությունների շնորհիվ։ Հաջորդը խի Հայաստանը չի դառնալու Եվրամիության անդամ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք բացառված է, որ մենք կարողանանք ինստիտուցիոնալ առումով մոտարկվել եվրոպական ստանդարտներին, որոնք են այդ ստանդարտները, կոչվում են Կոպենհագյան չափանիշներ։ Կոպենհագեն քաղաքում ստորագրել են եվրոպացի մի փաստաթուղթ, որտեղ 3 խմբի են բաժանել իրենց պահանջները անդամակցող երկրներից՝ տնտեսական, քաղաքական եւ իրավական։ Մենք ոչ մի ուղղությամբ, դաժե մոտիկ չենք, դաժե մոտիկի չենք հասկանում, ես։ Մոտիկի մոտիկը չենք։ Այն խաշի 7-րդ ջուրն ենք այս պարագայում։ Բոլոր ես ամեն տարի ես այդ զեկույցները նայում եմ, ցանկացած մարդ կա դրանցից ով իրոք խել մի քիչ թեմային ծանոթ է եւ գոնե մի քիչ պակաս զզվելի է, ես կարամ հետը նստեմ այս թեման ասենց պլյուսերով գնամ առաջ։ Կրիտերիան վերցնենք ու ասեմ մենք որտեղ ենք։ Մենք անգամ զեկույցներում չկանք Եվրոպական միությանը, հնարավոր անդամության, քարտեզներում չկանք։ Այս սուտ է։ Լավ, դիցուկ։ Այս սաղ ասեցի, որ սուտ է, բայց դիցուկ լավ, Նիկոլը էդ էլ մարսեց։ Հիմա նայ, Եվրոպական միությունը դա վերպետական կառույց է, որը իր բազմաթիվ կարգավորումներ ունի բոլոր հարցերով։ Օրինակ, անգամ բանանի մեծությունն է կարգավորված այնտեղ։ Բանանը պետք է լինի այսքան սանտիմետր, այսքան վարունգը, սենց, սա կարգավորված է նորմատիվային, ամենապրիմիտիվ օրինակն եմ բերում։ Եթե դու չունես հեռանկար դառնալու անդամ, բայց փոխում ես քո օրենսդրությունը, քո նորմատիվները եվրոպականին համապատասխանելը, դու երկու հատ մեծ խնդրեմ ես ունենում։ Առաջինը, դու մի անգամից դուրս ես մնում, այսպես ասած, նաղդ տնտեսական միությունից, որը ԵԱՏՄ-ն է, քո ունեցած շուկայից, որը ՉՊ է, ռուսները բարձ տեքստով ասում են, որ էլ չենք պատրաստում սուբսիդավորել ձեր եվրոերոտիկ խաղերը։ Հերիք ասում է, 4-5 տարի մեր վրա փող եք աշխատում այդ ռեէքսպորտով, անես չի, որ դա շատ կարևոր մի ապրանք եք վերաներմուծում, ինչա, iPhone-ա կամ ինչա, Ղրղստանին կտանք այդ քվոտան, կամ Ղազախստանին կտանք, կամ Էմիրատներին կտանք, կամ Թուրքիային կտանք։ Բարձր, հա, ի վերջո ինչ ան 2-3% բան չկա ռուսական այդ շրջանառության մեջ։ Այդ մեր համար է մեծ բան, իրանց համար ծես չենք տա, անդեք թող աշխատեն, մենք էլ այդները։ Դա թեմա չի դա։ Եկան դու ամեն ինչ անելու ես, որպեսզի փոխես նորմատիվներդ, իսկ այստեղ դու չգիտես քեզ ընդունել են թե չէ։ Եվ երկրորդը, դու որ սկսում ես հարմարվել եվրոստանդարտներին, եվրոստանդարտները մշակված են վերպետական կառույցի լոգիկայի մեջ։ Կոպիտ ասած, դու puzzle-ի մի մասն ես դառնալու, որ կպնես մի օր քո երազանքի մեջ կպնես այն ընդհանուր պատկերին։ Այսինքն քո puzzle-ը այդ իր խուճուճիկներով, անցումներով համապատասխանում է մենակ այդտեղ։ Դու չես կարող ասես ես մեկը լավ պետություն եմ լինելու, որովհետև եթե դու սաղ եվրոստանդարտիզացվեցիր ու քեզ չընդունեցին, այդ սաղ քո բաները ոչ մեկին պետք չեն։ Լիքը նորմատիվների հարցերով։ Իհարկե ժողովրդավարություն պետք է, դեմ բան, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգ, հակակոռուպցիա, այդ սաղ պետք է։ Այդ սաղ պետք է անկախ լինել, ԵՄ անդամ ուզում ես լինել, թե չէ, իդեպ։ Օրինակ Իսրայելը ունի բարձր մակարդակի, որ հանած վերջի բռնությունները Գազայի եւ այլն, ինստիտուցիոնալ իմաստով համարվում էր լիբերալ դեմոկրատիա երկար տարիներ, միջև այս բանի Նետանյախուի կառավարությունը։ Այդ չի արել Եվրամիություն անդամ դառնալու համար։ Կամ Ճապոնիան ժողովրդավար երկիր է։
ժողովրդավարական երկիր արևմտյան ստանդարտներով Ավստրալիան full համապատասխանում է եվրո ստանդարտներին, բայց չի արել դա որ դառնա Եվրոմիության անդամ։ Կան բաներ, որոնք դու մեկը պետք է անես, այդ ժողովրդավարական բլոկը, քաղաքական բլոկը, եւ կան բաներ, որ դու եթե անում ես, դու հարմարվում ես իր ստանդարտին։ Ոնց որ iPhone-իդ զարյադշնիկի, այսպես ասած, գլուխը ոչ 220 վոլտանի, այլ 137, որովհետեւ դիմացին 137 է, ով դրուք ես ասեն չգիտես, դու չես կարող այս ցանցին միանաս։ Մեր ֆորմուլան ուրիշ է։ Մենք ասում ենք հնարավոր է կառուցել եվրոպական ոճի պետություն եվրասիական տարածքում, որովհետև եթե մենք իրոք հավատում ենք այն արժեքներին, որոնց մասին խոսում ենք, ուրեմն այդ արժեքները հետապնդիր անկախ նրանից, քո գլուխը վերջում շոյելու են, ասեն դու մեջն ես Եվրոմիության, թե մեջը չես։ Իսկ այդ արժեքները շատ են։ Իսկ այդ արժեքներից Նիկոլը կիլոմետր ոչ չի մոտարկում Հայաստանը, այլ հեռացնում է։ Ես դες գրեթե պաշտոնապես, բայց համարեք պաշտոն չունեմ, որ ասեմ պաշտոն։ Ես դες տղամարդավարի ասում եմ 17 թվականի նոյեմբերին, 18-ի հունվարին Հայաստանը ավելի մոտ էր եվրոստանդարտներին ու ես պատրաստ եմ դա ապացուցել հաշվելի չափանիշներով։ Հաշվելի եվրոպական չափանիշները հաշվելի են։ Քան այսօրվա Հայաստանը։ Ու պատահական չի, որ օրինակ մի երկու չափանիշ ասեք։ Շատ բարձ ասեմ ձեզ։ Օրինակ կառավարման որակ կամ կառավարության էֆեկտիվություն։ Կառավարման որակ, դա չափելի ցուցանի համաշխարհային բանկը ամեն տարի երկրների համար չափում է տարբեր ցուցանիշներ։ Օրինակ, ասացի դες կառավարման որակ կամ կառավարման էֆեկտիվություն կամ բազմաթիվ այլ չափանիշներով։ Մեր ժամանակվա տվյալները ավելի լավն են, քան հիմիկվա։ Ես այդ բանը աղյուսակը հրապարակել եմ Facebook-յան էջում, դա պաշտոնական թվեր է։ Սերժը չի գրել, Աշոտյանը չի մոգոնել, Շարմազանովը չի ներկայացրել։ Համաշխարհային բանկի փորձագիտական թիմն է դա գրում, բրիտոմ գրում արդեն 30 տարի, բոլորի վրով կային այդ թվերը։ Վերջի բանը ձեզ բերեմ, այդ որ ասում ենք ինչքան հեռու է։ Ես չեմ ասում, որ մեր ժամանակ լիակատար ժողովրդավարություն էր, նման բան չեմ կարող ասել, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով, ու եթե չգնայինք այդ ճանապարհով, սեպա մեզ հետ ոչ մեկ չէր ստորագրել։ Բայց Freedom House-ը, այդ Եվրո տեսիլը ավարտվեց, Freedom House-ը հրապարակեց իր զեկույցի բացվածքը։ Այս տարի զեկույցը տպել էին, Freedom House-ի զեկույցով Հայաստանը մասնակի ազատ երկիր էր, մասնակի ազատ, ոչ թե ժողբաստիոն, ոչ թե անգամ թերի ժողովրդավարություն, մասնակի ազատ երկիր էր։ Մասնակի ազատ երկրի օրագիրը բացել ենք, եւ ոնց է երեխու օրագիրը, ոսկի միջին տարեկանը 3 է, հետո բացում ես տնում ես հայոցը, սենց է, պատմությունը էսա, ռուսացը, սենց է, ֆիզկուլտուրա, այդտենց օրագիրը բանա, Freedom House-ը բացել է Հայաստանի ժողովրդավարության օրագիրը։ Նայում ես գնահատականները ըստ առարկաների։ Օրինակ, առարկա, դատական իշխանության անկախություն։ 4 միավորից Հայաստանը ստացել է 1 միավոր։ Այսինքն Հայաստանում դատական համակարգը անկախ չի։ Դա արձանագրված է միջազգային զեկույցով։ Հաջորդը, արդյոք դատական process-ը հավասար է բոլոր քաղաքացիների համար։ 4 միավորից 2 ոչ հավասար չի։ Արդյոք դատական գործընթացները պատշաճ են իրականացնում։ 4 միավորից 1 միավոր, ոչ, պատշաճ չի։ Արդյոք բուհերում կա ակադեմիական ազատություն, 4 միավորից 2 չկա ակադեմիական ազատություն։ Արդյոք խղճի ազատությունը Հայաստանում պաշտպանված է, 4 միավորից 2 չկա խղճի ազատություն։ Ու սենց կարող եմ դες տասնյակ գործոններ բերել։ Ըստ ձեր ասացի, ստեղծում է տպավորություն, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ավելի շատ է ժողովրդավարությունը, ավելի ճիշտ էին աշխատում ԵՄ-ի հետ։ Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը չուներ ԵՄ աջակցությունը օրինակ, որը ունի այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նախ եկեք ճիշտ տպավորություն։ Սերժ Սարգսյանը շատ ավելի ճիշտ արտաքին եւ անվտանգային քաղաքականություն էր վարում, քան Նիկոլ Փաշինյանը, դա вообще համեմատելու չի։ Սերժ Սարգսյանի օրոք երկու հայկական պետություն էր, 42000 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք։ Ինչն էր խնդիրը ԵՄ-ի Սերժ Սարգսյանի հետ։ ԵՄ-ն չուներ Սերժ Սարգսյանի հետ խնդիր, որովհետեւ տեսել էր, որ Հայաստանի ղեկավարը իր կարմիր գծերն ունի ու պահում է այդ կարմիր գծերը։ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթում 17 թվականի Սեպայում Արցախի հիմնախնդրի կարգավորումն էր գրված ոնց պետքա լինի, ինքնորոշման իրավունքը ներառյալ։ Սեպայում գրած էր, որ Արցախյան հակամարտությունը պետքա լուծվի
Նաև ժողովրդների ինքնորոշման իրավունքով։ Այսինքն ՍԵՊԱ-ն ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններն էր կարգավորում, այլ նաև սկզբունքներն էր ամրագրում Արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մինսկի խմբի համանախագահություն, հայտնի 3 սկզբունքներով, այդ թվում ինքնորոշումով։ Հաջորդը ԵՄ-ն իհարկե, երբ որ տանում է դիմադրություն, սկսում է հարմարվել դիմացինին եւ աշխատում են իրար հետ։ 18 թվականի ապրիլին, երբ որ Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ, ԵՄ-ի ղեկավարությունը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին միջև իշխանազավթումը։ Այդ իշխանազավթումը, որ տեղի ունեցավ, այդ իշխանազավթմանը ԵՄ-ն աջակցել էր, թե չէ։ Ես չեմ կարող ասել ԵՄ-ին որպես ինստիտուտ ԵՄ-ն աջակցել է, թե չէ, բայց ակնհայտ էր, չէ՞ որ ԵՄ դեսպանը Սվիտալսկին շատ գորշ դերակատարություն է ունեցել այդ օրերին, եւ այդ դերակատարման մի մասը իր գրքում ներկայացված է։ Այսինքն ստացվում է, որ ուներ որոշակի խնդիր Սերժ Սարգսյանի։ Դեսպանը բնականաբար, որովհետեւ Սերժ Սարգսյանը, ինչպես ցանկացած ազգային պետական շահերով առաջնորդվող մարդ, խանգարում է մյուս շահեր ունեցող ինստիտուտներին, գերտերություններին, ուժի կենտրոններին իրականացնել իրանց գիծը։ Քանի որ մենք արդեն շեղվում ենք թեմայից, եկեք մի հատ նորից վերադառնանք գագաթնաժողովին, երկու հարցեր կա։ Եվրոպական միությունը շատ լավ աշխատում էր մեզ հետ, շատ լավ հասկանում էր մեր կարմիր գծերը, փորձում էին սկզբից կոտրել, չստացվեց, եւ քանի որ չստացվեց ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի մոտ կոտրել մեր կարմիր գծերը Սերժ Սարգսյանի դրած, դրա համար բոլորը մի մասը ակտիվ, մի մասը պասիվ, մի մասը բացահայտ, մի մասը տակից 18 թվականի մեջ լումա ուներ։ Այսինքն ինչ է ստացվում, տեսեք, մի այս հարցը քննարկենք, մինչև անցնենք նորից ԵՄ գագաթնաժողովին, եթե Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը խնդիրներ էր առաջացնում ԵՄ-ի հետ, Ռուսաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, տարբեր ուժային կենտրոնների հետ, այդ կարմիր գծերը հարմար չէին այդ ուժային կենտրոններին։ Բացարձակ խնդիրներ չէին առաջացնում։ Բա աջակցել են, չէ՞, ստացվում է ձեր ասածով 2018-ի պրոցեսներին։ Եվ միջև էլ օրինակ Արցախյան բանակցությունների հիմքում դրած էր ինքնորոշման իրավունքը նաև որպես պոստուլատներից մեկը։ Դա վերևից մանանայր իջել, չէ։ Դա հայկական կողմի 2007 թվականի սպարտարության համար պետք է շեշտել, ամրագրված, իսկ հետո դետալիզացված աշխատանքի շնորհիվ է։ Իհարկե դիմացինը շատ արագ կուզենար, որպեսզի դու չդիմադրես, ինքը Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների վրա գայթակղվելով քո հաշվին դիլ անի։ Մենք դա չենք թողնում։ Իդեպ ոչ մի ղեկավար Հայաստանի չէր թողնում, ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երրորդը իրանց ընկալումների մեջ։ Իհարկե դիմացինը կուզենա, որ դու տարվես իրան, կներես գեոպոլիտիկ առումով։ Եվ իհարկե, որ դու ասում ես չէ ու հիմնավորում ես ու պաշտպանում ես քո տեսակետները, քո հաշվի են նստում։ Երբ որ դու գնում ես, ուրախանում են, որովհետև դու ուժեղ բարձակից ես։ Ցանկացած սպորտային բանը վերցրեք, երբ որ դիմացը ուժեղ թիմա կամ ուժեղ բռնցքամարտիկ եւ ինքը դիմադրում է եւ չի թողում դու իրան տապալես, հա դու իրան հարգում ես, բանի տեղ ես դնում, նկարվում ես հետո, շնորհավորում ես, մեդալ ես կախում, մայկա ես փոխում խաղից հետո, բայց հետո շատ ուրախ ես, որ այդ մարդիկ տեղում չեն։ Շատ հարցեր կան, որովհետև տեսեք նույն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, այսինքն բնականաբար այդ ուժային կենտրոնները պետք է փորձեին Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժեր, խմբեր, որոնք որ կգան եւ օրինակ կփոխարինեին Սերժ Սարգսյանին, իրենց ավելի հարմար կլինեին, բայց իշխանությունը հանրապետական կուսակցությանն էր, հա, որը պետք է վերահսկեր, հայտնաբերեր, թույլ չտար։ Իմ ամենասիրած ժանրն է ինտերվյուների, այդ բանը հետին խելք է կոչվում այս ռուբրիկան։ Լուրջ, այսինքն 18 թվականին, 17 թվականին, եթե Սերժ Սարգսյանը այդ հականերին տենց մաքրել շպրտեր, մենք լուրջ էտիկ տենց բան կանենք, կմարսեինք, կուտեին մեզ մարդիկ ներսում եւ դրսում։ Մենք Բելարուս չենք եղել կներես ժողովրդավարության մասով, ոչ որ Միջին Ասիա ենք եղել։ Մենք շատ ավելի ժողովրդավար ու բաց երկիր ենք։ Խի, որովհետև այրոք այդ արժեքներին հավատում ենք, բ, որովհետև Մինսկի խմբի համանախագահ 3 երկրներից երկուսը արևմուտքից էին։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ Բայց միևնույն ժամանակ ճնշումներ են եղել ոլորտներում, որտեղ եղել են ճնշումներ, բայց մենք Հայաստանը երբեք որևէ միջազգային սանկցիայի մինչև 18 թվական չի ենթարկվել։ Մենք ոչ մի պրոբլեմ չենք ունեցել մեր եվրոպացի գործընկերներին։ Մենք դարձել ենք եվրոպական իշխող կուսակցության անդամ, մեզ ընդունել են 11 թվականին։ Սերժ Սարգսյանի օրոք բացվել այո Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի մասնաճյուղ Հայաստանում օրինակ, ու բազմաթիվ այլ պոզիտիվ զարգացումներ։
Վատը գիտես որն է, վատը այնա որ այսօր են մարդիկ ովքեր ժողովրդավարության իբր փարոսն են այդ Եվրամիությունում, ու Ամերիկային չեմ ասում, այդ Տրամպի ադմինիստրացիայով, որոնք իրանք ազնիվ ասել են, որ ժողովրդավարությունը իրանք համար մոմենտ չի, թեպետ այս Իրանի հետ կապված մեկ-մեկ բան են փորձում են հիշել, որ մոմենտ է, էլի, mēs դնենք մի կողմ։ Այդ մարդիկ իրենց իսկ արժեքներին հետևողական չեն։ Իրենց իսկ արժեքներին հետևողական չեն եվրոպացիները եւ առաջացել է ահավոր ցինիկ վիճակ։ Գոնե ամերիկացիների նման պլոճիկ ունենայիք, ելնեիք ասեք, որ մեզ համար ժողովրդավարությունը այլևս թեմա չի արտաքին քաղաքականության մեջ։ Ու գնայիք Ալիևին ասեիք 30 տարվա ղեկավար ես կամ 26-27, մալադեց հալալա քեզ։ Ու Տրամփը շատ վատա հնչում էր ականջի համար, չէ՞, բայց շատ ազնիվ հիշում ես, գրքիդ ասեց այդ տղայա քանի տարի նախ, տասնամյակ նախագահ է։ Նայ, հիմա մինչև անցնել արդեն ներքաղաքական հարցերին մի կարճ չէ։ Չէ։ Ուրեմն ներքաղաքական հարցերին եմ անցնելու արդեն ԵՄ-ի չէ։ Հիմա ես ուզում եմ մենք անցնենք արդեն ներքաղաքական հարցերին։ Ցենց տղել ագին շոշափեցին։ Չէ, շոշափեցինք։ 2018-ին տեղի ունեցածը կարծում եմ այսօր չարժի քննարկել, որովհետև դու ունես քո կարծիքը, ամեն մարդ ունի իր կարծիքը, շատերը ձեզ մեղավոր են համարում են, որ դուք եք բերել Նիկոլ Փաշինյանի եւ օգնում եք մինչեւ օրս։ Այդ մարդիկ ովքեր բերել են Նիկոլին ու մեզ մեղադրում են, որ մենք ենք բերել ու մեզ մեղադրում են, ուտում։ Նրանք ստարա սատենց դրես։ Նույն ինձ մոտ կա տպավորություն, որ օրինակ դուք համագործակցում եք որոշակի առումով Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք կանչել ես լուրջ բան ասան։ Հասկացա թե այդ լավն է, բայց չի նշանակում։ Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել։ Հիմա ուզում խոսել 2021 թվականի մասին։ 2021 թվականին Հանրապետական կուսակցությունը մասնակցեց ընտրություններին, աջակցեց Ռոբերտ Քոչարյանին, այսինքն աջակցելի նկատի չունեմ, հա, բնականաբար մի դաշինքով չէիք մասնակցում, բայց գործընկերային մոտեցումներ կար, եւ այսօր 2026 թվականին ընտրություններից որոշ ժամանակ առաջ դու էլ քո Facebook-յան էջով բավականին սուր կերպով անդրադառնում ես, քննադատում ես Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա նախ ուզում եմ հասկանալ, ինչու 2021 թվականին Հանրապետականը մասնակցեց ընտրություններին։ Առաջի հարց, ֆիքսենք, որ բոլորին անդրադառնանք։ Հերթով գնանք։ Քեչում ես սա, ես մոռանում եմ որոշ հարցեր, մնում են անպատասխան։ Հերթով գնանք։ Հերթով առաջինն է։ Այո, ուզում եմ խոստովանեմ, մենք համագործակցում ենք Նիկոլ Փաշինյանի հետ, օրինակ իմ կալանքի շուրջ, որ ես գնամ նստեմ 2 տարուց ավելի, կներես օրինակին վրա եմ բերում։ Մենք այնքան ենք համագործակցում Նիկոլ Փաշինյանի հետ, որ Սերժ Սարգսյանի սեկտը տարիներով փակա իր ընտանիքի բազմաթիվ անդամների վրա քրեական գործեր կա այստեղ եւ իմաստը չի կարող վերադառնա։ Համագործակցում ենք, օրինակ որ Դավիթ Համբարձումյանը նստի անպայման։ Այդ տենց գժական ես մաղթում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մենք համագործակցում ենք եւ այս արդյունքներով ենք, այդ սաղ ուխտերը չոքեն իրենց դուռը։ Ընտանեկան չմեղքեն, քաղաքական դուռը, գրասենյակների դուռը, իրենց ֆիրմաների դուռը, իրենց ԶԼՄ-ների դուռը։ Այդտենց եթե այդ սաղ լավ է, այդտենց թող սաղ այդ ուխտերը հերթով չոքեն իրանց օջախներից դուրս մնացած բոլոր իրանց կյանքի դռներում։ 1. Երկրորդը 21 թվական շատ կարևոր հարց ես տալիս։ Ես ասուլիսը ես եմ տվել այդ օրվա գործադիր մարմնի նիստից հետո եւ հայտարարել եմ բառացի տվյալը լինելով հակապող նախագահ։ Ցավոք սրտի Հանրապետական կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին։ Դա իմ բառացի բառերն է։ Այդ բառացի մեջ բերում կներես որ ինքս ինձ եմ դիտում, որ շատ եմ խոսում իմ մասին։ 21-ին շատ պարզ է։ Մենք բոլորին ասում ենք՝ մի գնացեք ընտրությունների։ Բոլոր մենք բաց նայի 20 թվականի դեկտեմբերից։ Բայց դուք ինչի գնացիք։ Բոլորին ասում եք, բայց դուք գնացիք։ Մենք վերջինը որոշեցինք միանալ։ Էն էլ ցուցակում ունենալով օրինակ Տարոն Մարգարյանին։ Տարոն Մարգարյանը ես շատ հարգանքով եմ վերաբերում, բայց որպես падգամավոր գոնես ընդխիես բոլոր падգամավորները պետք է բոլորը սենեկաներ եւ ցիցերոններ լինեն։ Չէ, բայց գոնե կարելի է մի ելույթ ունենալ, չէ՞, ազգային ժողովում օրինակ։ Մարդիկ ամենայն դեպս իրենց հեղինակությունը բավարարում է ձայն ստանալու եւ հայտնվելու այնտեղ, որտեղ այդ ձայնը պահանջված է մանդատ ունենալու համար։ Դա ինչ թեմա է, բացարձակ թեմա չի։ Okay, ինչի հիմա վերադառնանք 21 թվականին։ Մենք բոլորին համոզում ենք, որ մի մասնակցեք։ Բազմաթիվ ելույթներով 2-3 անգամ կանխել ենք այդ արտահերթ ընտրությունների առասարակ թեման։ Հիշում ես Նիկոլը մի հատ 20 թվականի դեկտեմբերին այդ թեման մեյդան բերեց։ Հետո 21 թվականի հունվարին ոնց որ հետո նոր մարտին դաբիտ եղավ, խի դաբիտ եղավ, որովհետև ցավոք սրտի ընդդիմության մի մասը
ավելի առաջատար իրենց քաղաքական դիրքերով, մտածեց, որ կարող է այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանին ախտել։ Մենք զգուշացնում ենք, որ չի կարող։ Բայց գնացինք ընտրությունների շատ պարզ պատճառով, երբ որ ընկերներից համոզում ես, որ մի գնացեք այդ կռվի, այնտեղ մեջքից խփելու է։ Ընկերներին ում նկատի ունես Ռոբերտ Քոչարյանի։ Նկատի ունեմ բոլոր ընդդիմադիր են գործընկերներին, ում հետ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, իսկ ոմանց հետ դրանից էլ առաջ ունենք համագործակցություն, որոնց հետ միասին պայքարում ենք Նիկոլի դեմ։ Խր մենք դա Նիկոլի դեմ 18 թվականի մայիսի 1-ից Ես շատ լավ գիտեմ, ես ինքս ունենալով բազմաթիվ հակասություններ ձեր հետ միասին պայքարել եմ Նիկոլ Փաշինյանի։ Այո, մենք միասին ենք եղել շատ քաղաքական եւ հասարակական գործիչների հետ։ Եվ երբ որ մենք ընկերներին տղեկով, ասենք, տուն թաղում նստած ես բիսեդկում, ասում ես տղեկ, եկեք չգնանք այսօր այդ հակնոցում, որովհետեւ ունենք կանխատեսում ինֆո, օբյեկտիվ պատկեր, որ մեզ այնտեղ մեջքից խփելու են կամ ոստիկանները գալու են մեզ բռնեն տանեն, բայց ընկերներդ ասում են չէ մենք գնում ենք, կներես այստեղ նույն տղայական, մարդկային, բարոյական տեսակետից դու չես կարա մնաս այդ բիսեդկում, երբ որ ընկերներդ գնացել են կռիվի, անկախ նրանից այդ դու համաձայն ես այդ ընկերներ էին, որովհետև նույն Սերժ Սարգսյանը ընկերներ էին, այո, վերջերս պայքարի հայտարարեց ընկերներ էին։ Մենք 21 թվականին էլ պայքարի ընկերներ էինք, խոսքը չի գնում հենց երկրորդ նախագահի անձի հետ, խոսքը գնում է բազմաթիվ մարդկանց հետ, ում հետ մենք այդ ճանապարհը անցել ենք։ Կներես երկրորդ նախագահի ազատության համար 18 թվականի հուլիսի վերջ, երբ որ իրեն կալանավորեցին, ամենաշատը եւ բացահայտը ի սկզբից միակը քաղաքական ուժերից եղել է հանրապետական կուսակցությունը։ Ինչ տեղի ունեցավ, որ 26 թվին որոշեցիք քննադատել։ Մենք 26-ին չենք որոշել քննադատել, այդ գիտեք, այդ բաները կուտակվել է տարիների ընթացքում, գործողությունների ընթացքում։ Մենք ընդամենը 25 թվականին որոշեցինք պատասխանել։ Այստեղ շատ պատասխանել երկրորդ նախագահի հետ ասոցացվող քարոզիչներին, քարոզչական միջոցներին, գրչակներին, տելեգրամ ալիքներին, դեղին կայքերին, պատվիրված հոդվածներին, երկիմաստ եւ շատ ուղղամիտ խայթոցներին, պարզապես 25 թվականի հունվարից, որ նայես ժամանակագրություն կտենաս նույն Facebook-յան էջում երևում է։ 25 թվականի փետրվարից երևի թե բաց է։ Այն չի օրինակ, որովհետև կարող է ստացել տպավորություն, որ փորձեցիք համբերության բաժակը լսվել է, ինչքան կարելի է մարդկանց կոչանալ, յան տվեք մեզանից։ Մի պատվիրեք հոդվածներ, հայոյանքներ մի գրեք, դուք Նիկոլ ձեր քարոզչական թիմը Նիկոլենցից շատ է մեզ հանիրավի կպնում եւ անիծում եւ հայոյում, դա չի կարելի եւ ստեր տարածում։ Եվ այո, դա հիշում ես, այդ մեզանից չէր սկսվել, որովհետեւ երկրորդ նախագահի հետ ասոցացվող մարդիկ էին հայտարարում տարանջատման մասին, որ տարանջատում են սկսում, այդ մենք ենք ասել, բաց նա հետո է սկսել։ Մեզ ինչու եք մեղադրում, ձեր մեղադրանքի տակ ոչ մի օբյեկտիվ բան չկա։ Անգամ հարցի ձևակերպման մեջ ես հասկանում եմ, որ դուք փոքրիկ սադրանք եք անում, որ ավելի հետաքրքիր լինի զրույցը, բայց ժամանակագրորեն որ նայում եք, դա մենք չենք։ Մենք երբեք այդ թեմայի մեջ առաջի ջութակը չենք խաղացել, բայց անգլերեն ասած enough is enough։ Եվ հիմա այդ enough-ի ժամանակն է։ Պարզապես հիմա քարոզարշավ է։ Եվ մենք ընդհանրապես իրենց երկու բան ենք հրապարակավ ասել եւ այս թեման ուզում եմ այդքանով սահմանափակել։ Ասել ենք, որ յան տվեք մեզանից, մի կպեք մեզ։ Եվ խնդրում ենք ամեն ինչ արեք, որ հայտնվեք ազգային ժողովում։ Որովհետեւ մենք շատ շահագրգիռ ենք, որ ընդդիմադիր են ուժերը, որոնք հիմնական ուղղություններով գնում են ընտրաշավի, հայտնվեն խորհրդարանում ձայն չփոշիացնեն եւ միասին կարողանան այդ թվում մեր օգնությամբ, տարբեր ուժերի հետ համագործակցությամբ հայտնվեն խորհրդարանում։ Մենք մեր համագումարին ասացինք, որ մեր չառաջադրվելը ձեռքեր լվալ չի, կներես էլի անհամեստություն չի, բայց դա ճշմարտությունն է։ Եվրոպական քաղաքական համաժողովից խոսեցինք, արի ընդունենք, որ մեր կուսակցության խոստումը, որ հնչեցրել է Սերժ Սարգսյանը համագումարին, որ մեկ այս ուղղությունով մենք կարազբաղվի ու զբաղվելու է մյուս ընդդիմադիր գործընկերների հետ, ամենատեսանելի եւ ամենաակտիվ կազմակերպիչը եւ մասնակիցը եղել է մեր կուսակցություն տարբեր նախաձեռնություններով։ Ի պատիվ մեր գործընկերների քաղաքական մյուս ուժերի
բազմաթիվ տեղերում մենք միասին ենք արել, բազմաթիվ տեղերում իրար լրացրել ենք, որոշ տեղերում անգամ նույն փաստաթղթի տակ ենք ստորագրել եւ մեզ միավորող բաները ավելի շատ են, քան մեզ տարանջատողները։ Այսօր այդ կռվի ժամանակը չի։ Տես, այ օրինակ, գուցե նույն ՀՀԿ-ին ուղղված քննադատությունները, նույն դժգոհությունները, անհասկացվածությունները շատ դեպքերում գուցե գալիս են նույն Սերժ Սարգսյանի խոսույթի ձևից, որովհետև Սերժ Սարգսյանը ինչ որ նախադասություն է ասում, ինչ որ ելույթ է ունենում, հայտարարություն է անում, այնուհետև տարիներ շարունակ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ էր ուզում ասել, ինքը մի քանի անգամ մեկնաբանում է, ամեն անգամ տարբեր ձև է մեկնաբանում, այ ինչու է այդպես։ Նախ ես կորեկտ չեմ համարում, մենք նախագահի խոսքի եւ հանրային կերպարի հետ կապված նման մեկնաբանությունի դաշտում։ Ես ուղղակի իմ տպավորություններն եմ ասում։ Կատարականապես դեմ եմ նման տեսակի մոտեցումներին եւ կորեկտ չեմ համարում այդպես։ Այդտեղ կա մի բան ընդհանրապես, ինքը բանասեր է, ինքը լեզու գիտի, հայերեն գիտի, եւ ինքը մտածում է միջև այսօրի դեպ, որ այդ հայերենը դասական հայերենը, գրական հայերենը, որի ինքը սովորել է ԵՊՀ-ում, բանասիրության ֆակուլտետում, այդ քաղաքականության հայերեն պետք է լինի։ Իր բոլոր նրբերանգներով, իր բոլոր ծալքելով, իր բոլոր բարդություններով, իր բոլոր խորություններով Սերժ Սարգսյանը հայրենագետ է եւ իր խոսքի ընկալումների մեջ կներեք իր խնդրեմը ուրիշ է, ուղիղ ասեմ, ինքը գերագնահատում է մեր հասարակության, մեր ժողովրդի իմացությունը սեփական լեզվի կներես։ Բայց հիմա ես այստեղ չեմ կարող։ Եվ թերագնահատում է մարդկանց չարությունը, որոշ քաղաքական շրջանակների չարամտությունը, թե ոնց կարելի է աղավաղել։ Ես այստեղ չեմ կարող քեզ դա չասել, նայ, երկար ժամանակ նույն հանրապետական շատ գործիչներ քննադատում են մեր հասարակությանը, անվանում են անկիրթ, քիչ հասկացող եւ այլն, քո մասին չեմ ասում, առհասարակ։ Նայեցիցը ոչ մեկ նման բան չի ասում։ Դե լավ։ Չի, հանրապետական որևէ գործ չի, անուն չեք կարող տալ, որը Շուշան Պետրոսյանը կարող եմ տալ։ Որ ամբողջ ժողովրդին։ Այդպես 44 օրյա պատերազմից հետո Անմիջապես հետո ես էլ եմ գրել ժեղ Facebook-ում։ Բայց այդ ժողովրդին ով էր կրթել։ Կներես։ Այդ ժողովրդի մեծ մասը իմ, եթե տենց են գնում, 40+ կանայք են, համարյա իմ տարեկից։ Ես չէի կարող իրացկրության։ Իրոք ես չէի կարող իրացկրության նախարարը լինեի, արի ուղիղ խոսանք։ Եթե տենց ես նայում, ուզում ես անպայման բզբու։ Մարդկանց մեծ մասը իմ տարեկից կամ կանայք են կամ տղամարդիկ ես by default չէի կարող իրացկրության նախարար լինել առհասարակ։ Ինչ վերաբերում է այդ օրերին, կներեք այդ ներվի մեջ ես զորակոչվել եմ պատերազմի ընթացքում, ես այդ պատերազմը ապրել եմ իմ երակներով, ես դրանից հետո ուրիշ մարդ եմ։ Ես այդ ուրիշ մարդ եմ նոյեմբերի 9-ի գիշերվանից հետո ես ուրիշ մարդ եմ։ Ես դա պատմել եմ մի հարցազրույցում։ Կինոներ են լինում ֆանտաստիկ, որ տենց մի հատ ստոպ կադր է կանգնում, ու մարդը այդ հաջորդ վարքյանի ուրիշ է։ Ես այդ ստոպ կադրը հիշում եմ Սիսիանում, բժիշկների բնակարանում, որտեղ այդ հոսպիտալի վարձակալության, որտեղ այդ գիշերը իմացանք այդ արհավիրքի մասին, այդ կապիտուլյացիոն, եւ ես հիշում եմ այդ սենյակը, այդ կրեսլոն, այդ մաշած խալին, այդ պոկած աբոյը, այդ մոխրամանը լիքը ծխած սիգարետներով, ես այդ իմը ստոպ կադր է։ Ես դրանից հետո սենց լրիվ ուրիշ բան եմ։ Իմը տենց է։ Դրանից հետո կներես ես կարամ ինձ թույլ տամ ներվանանալ եւ արտահայտվել որոշակի բառապաշարի ցենկով։ Համարի պոստտրավմատիկ սինդրոմ։ Բայց դա չի վերաբերում ժողովրդին։ Եվ մեզ մոտ դա կարմիր գիծ է ժողովրդին մեղադրել չի կարելի։ Ժողովրդին չեք մեղադրում 2018 թվականի հեղափոխության համար։ Ժողովրդին խաբեցին, չէ՞, ես մենք մեղադրեցինք, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ մեղադրեցինք ինքներս մեզ։ Ու դա մեր համագումարի բանաձևում գրած է։ Ինձ մի հատ ուժ ցույց տուր, այսքան 30 քանի տարվա քաղաքական պատմություն ունենք։ Բոլոր ղեկավարների օրոք բազմաթիվ սխալներ են եղել։ Մի հատ ղեկավար ուժ ցույց տուր ինձ կամ կերպար, որ ՀԿ-ի չափ եւ իր հանրային խոսույթում եւ այս վերջերս նաեւ փաստաթղթով արձանագրել է սեփական քաղաքական բաստողումները։ Դե հերիքա կերակն է, պրծավ, դա չի գնահատվում։
Մեզնից շատ մեղք գործածները մեզանից պահանջում են մեղքերի խոստովանություն, որ մենք դա արել ենք մեկ, բայց իրանք այդքան չկան, որ դա իրանք մոտ խոստովանենք երկուս, երրորդը իրանք իրենց բողկերը չեն տենում, պրծավ։ Այդ թեման փագա իմ համար համագումարի վեր բանաձևը, որտեղ մենք արձանագրել ենք թղթի վրա մեր կառավարման եւ վաստողումների եւ սխալների եւ խնդիրների հետ կապված եւ հաջողությունների պրծավ օրինակ վերցրեք։ Այսինքն դուք ընդունել եք, որ ձեր կառավարման շրջանում անարդարություններ է եղել, ապօրինի ձերբակալություններ են եղել, բոլոր սխալները ընդունել եք։ Կներեք, մենք ընդունել ենք մեր բոլոր այդ բոլոր բաների մեջ մեր սեփական սխալների փայախի չի եղել անարդարություն։ Եղել է, իհարկե, եղել է եղել։ Եթե անարդարության զգացողությունը չլիներ ժողովրդի մեջ, թեկոզ ուռճեցված, օրինակ գիտես, չէ՞, այդ կոռուպցիայի ինդեքսի պատմությունը, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում են եզակի երկրներից եղել մեր օրոք, որ 3 անգամ ավելի բարձր եղել, քան կոռուպցիայի իրական մակարդակը, որովհետև բոլոր այդ հակայամեդիա դաշտը այդ թեմաները ուռճեցնում են եւ մարդիկ ավելի շատ խոսում են կոռուպցիայից, քան կոռուպցիայի մեջ էին։ Դեպի կոռուպցիա կար։ Բայց այդտեղ մի ուրիշ Եվ խնդիր կա։ այդպես լիքը դեպքեր։ Այն մարդիկ հետ այդ անարդարությունը եղել է։ Ես ուզում եմ, որ մեզանից սովորեն։ Մեր լավ կողմերն է սովորեն, որովհետև մենք դասական քաղաքական ուժ ենք, ազգային պահպանողական գաղափարախոսությամբ, եւ մեր հաջողություններից սովորեն, եւ մեր գործելավոճից սովորեն, եւ մեր ազնվությունից սովորեն։ Մենք էլ ենք սովորում, անենք չի չենք սովորում։ Ես որպես նախկին կրթության նախարար ասեմ, իրականում այսօրվա ոչ միայն մարդկանց, այլև քաղաքական ուժերի կենսունակության բանաձևը ցկյանս մշտական ինքնակրթության մեջ է, մշտական, եւ չկա մեզանից ավելի դինամիկ, ավելի ժամանակակից ու ավելի մրցունակ քաղաքական միավոր, որ ինքն իր վրա այդքան աշխատում է, ինչքան ՀՀԿ-ն, չկա այդպեսին։ Ու ես դա կարամ ապացուցեմ։ Նայեք ցուցակներով ու եկեք հասեք մենք։ Նա թել պատկերացեք ՀՀԿ-ն մասնակցել է ՀՀԿ-ի ցուցակը պատկերացրեք։ Քաղաքական կլասի մակարդակով։ Քաղաքական կլասի ողջ հարգանքով մեր մնացած ընդդիմադիր գործընկերների եւ այլ ուժերի եւ անհատների։ Բայց ինչ մասնակցեցիք։ Շատ բարձր նախագահ թվարկեց, որ էլ ավելի չպարակտենք ընդդիմադիր դաշտը, որ բսկտված է։ Իսկ ում եք աջակցում, ուժեղ Հայաստանին։ Մենք աջակցում ենք բոլոր այն ուժերին, որոնց հետ ունենք միասնական պատկերացումներ Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին։ Դուք ինձանից լավ գիտեք, այդ ուժերը այն ուժերն են, որոնք կիսում են նման տեսակի մոտեցումներ, ինչպիսին որ մերն է։ Օրինակ, ուժեղ Հայաստան։ Հիմնական ընդդիմադիր ուժեր, այդ թվում ուժեղ Հայաստան, այդ թվում Հայաստան դաշինք։ Հայաստան դաշինքի հետ խնդրեմ ունեցանք որոշակի, Հայաստան դաշինքի հետ չէ, երկրորդ նախագահի քարոզչական թիմի հետ ուզում են դա տարանջատենք, եւ մենք այսպես ասած կուսակցության ներսում անմիջական աջակցության բան չունենք, բայց համատեղ աշխատանքի այդ քաղաքական թիմի անդամ որոշ կառույցների եւ մարդկանց հետ ունենք։ Բարգավաճ Հայաստան։ Իմաստ չկա, բոլոր այն ուժերի հետ։ Բոլոր ուժերի։ Ես կարամ ՀԱԿ-ի հետ էլ համագործակցեմ, դա ինչ է։ Դա բացարձակ խնդիր չի։ Դե մարդիկ իմանան, օրինակ եթե ցանկանում են հանրապետականի։ Մենք չենք համագործակցում եւ չենք աշխատում Նիկոլի եւ Նիկոլա Մերց սատելիտների հետ։ Մնացած բոլորին հետ պատրաստ ենք եւ օգնել եւ աշխատել միասին եւ մի բան հուշել, եթե նրանք այդ կարիքը ունենան, այնպես չի որ մենք 4 ծրագիր ենք առաջարկել ընդդիմությանը, 4-ն էլ 2-ը արդեն իրականացվել է, մեկը մեր ծրագրային շտեմարանը, որ մենք առաջարկել ենք, եղել են ուժեր, որ դիմել են, չեմ ասի ով եւ տվել ենք, մենք մեր առաջարկները նախընտրական ծրագրի հետ կապված եվրոպական գագաթնաժողովի կոորդինացիոն էս խնդիրը կներես բավականին հաջողված համարում եմ մեր մասով լուծել ենք, մեր երրորդ առաջարկը այդ բարոյագիրն է, որ կոպիտ ասած հա, որ ամեն ցուցակի առաջի 30-ները պարտավորվեն չհամագործակցել Նիկոլի հետ ոչ մի դեպքում, ոչ միայն ուժերը, ոչ միայն ղեկավարությունը, դա ասել առաջի 30-ը, խի առաջի 30-ը, որովհետև օրենքի պահանջը որ առաջի 30-ը հաստատում են համագումարը, այսինքն դա կարևոր օրենքով ֆիքսված է, բ Դա մենք մեր օրինակով գիտենք, Իշխան Զաքարյան ունեինք, դարձավ падգամավոր, էլ չունեցանք իրան։ Ու Հայաստան դաշինքը այդպես խնդրեմ ունի, ավելի վատ կերպար կներես, քաղաքական իմաստով առնվազն գիտեք տեսել եք։ Մենք մենք առաջի 30-ը դա լրացիչ քաղաքական եւ մարդկային պարտավորություն է։ Եվ չորրորդը կներես այդ մեր բանն է,
Մասնակցության արշավը գնա որ գնան, որպեսզի բարձրացնենք ընտրություններին մասնակցության բանը, տոկոսը եւ մասնակիցների թիվը աճի եւ քաղաքական որոշումները 26 թվականի ապրիլի 7-ին որոշումը կայացվի մաքսիմալ մեծ թվով քաղաքացիների կողմից։ Եվ վերջին հարցը, Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, ինչպես նշել էր, որ Շահառուն խմբագրել էր, ով էր այդ Շահառուն, Կարեն Կարապետյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Ջան, եթե Սերժ Սարգսյանը ինքը գիտի, չէ՞ որ այդ հարցը ծագելու է այդ տեքստը, որ ինքը հրապարակել։ Ինչ չի ասում։ Չի ասում, քեզի բան, չի ուզում, չի ասում։ Լավ, ձեր կարծիքով ով է։ բան կա, լսեք, դες ինքը չի ասել, բայց դու ունես քո վերսիան, Պողոս ունի իր վերսիան, ես ունեմ իմ վերսիան։ Ասի դուս խոսք ասում են գիտեսում, էլի, տենց չի ասումը որ։ Դե այտենց չասեց դրա համար 2018-ին ունեցանք են ինչ ունեցան։ Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ խոսեր մինչև 18 այնպես ինչպես խոսել է իրես վերջի տեքստի մեջ, տաղավարի, բաց, էմոցիոնալ, անկեղծ, 18-ը չէր լինելու։ Դե Սերժ Սարգսյանը ամենադինամիկ ու ամենամրցունակ քաղաքական առաջնորդներից մեկն է, որ միջև հիմա իր վրա աշխատում է եւ ինքը մրցունակ է, ինքը փոխվում է, տրանսֆորմացվում է, էվոլյուցիոն, մրցունակության, այս նոր մարտահրավերների մեջ։ Գոնե մեր կեսի չափ թո շատերը դառնան։ Դե Նիկոլն էլ է փոխվում, չի շատ լավ աշխատում է իր վրա տրանսֆորմացիա Նիկոլը պարզապես Նիկոլը դեգրադացվում է, իսկ մենք էվոլյուցիոնացվում ենք։ Դե Նիկոլի փոփոխությունների բանը 18 թվականից հետո այս սենց է կներես։ Եվ մարդկային, եւ քաղաքական, եւ վարկանիշային։ Մեր մասին երբ որ մենք խոսում ենք, քավլիցի չենք ուզում ոչ մեկի հետ համեմատվել կամ համադրվել, մենք ինքնաբավ քաղաքական ուժ ենք։ Մենք չունենք ֆոնի կարիքը, որպեսզի երևա, որ մենք սպիտակ ենք։ Այսինքն քաղաքականությունից դուրս գալու նպատակներ չունենք, ոնց որ ուզում են որոշ մարդիկ։ Մենք մեր արժեքը գիտենք, մենք գիտենք մեր թույլ եւ ուժեղ կողմերը, մենք գիտենք, որ մենք հայկական քաղաքական լանդշաֆտում տեսանելի ապագայում կարևոր քաղաքական գործոն ենք եւ գաղափարական գործոն ենք, մենք կուսակցություն ենք, որ ունի անցյալ, դիտում անցյալ ոչ թե հիմնադրման թիվնա կուսակցության կամ բուն կուսակցություն, մենք ունենք ամկայական անցյալ։ Մենք ունենք էջեր, որոնք ոչ մի կուսակցություն այլևս չունի եւ չի կարող։ Բայց միևնույն ժամանակ կա մի հատ պարտության վատ էջ։ Դե կներես, կա քաղաքական ուժ կամ քաղաքական առաջնորդ, որը միայն հաղթանակներ է գրանցել։ Այդպես չկա, այդպես մարդ չկա, այդպես քաղաքական ուժ չկա, այդպես քաղաքական գործոն չկա։ Այդպես չկա քաղաքական ուժ կամ առաջնորդ, ով միայն հաղթանակներ է գրանցել իր ողջ կյանքի ընթացքում էլի։ Դաժե կարելին է, որ կարելիներ մի հատ թե երկու հատ կրվել է էլի որպես սպորտмен։ Հիմա տակը կգրեն օրինակ Պողոս Պետրոսը խոսքի դրեսին չի կրվել, խոսքը գնում է գլոբալ օրինաչափության մասին։ Եվ ինչպես շատերը գիտեն, խնդիրը այն չի, որ չպարտվես, խնդիրը այն, որ պարտություններից դասեր քաղես եւ կարողանաս դուրս գալ ավելի այս խեմ է սաղ բանահասում։ Խնդիրը նորից կրկնեմ, այն չի, որ դա մենք դա չենք անում մեզ համար։ Ես վստահ եմ, որ հանրապետական կուսակցությունը անձերը մի կողմ։ Պետք է մեր ժողովրդին որպես քաղաքական ներկապնակի շատ կարևոր, թանձր, ոչ բոլորի ճաշակով, ծանր, բայց գժական ու պինդ գույն։ Դա պետք է։ Դա ազգային պահպանողականությունը պետք է։ Այն էլ մեր երկրին, մեր ժողովրդին, այն էլ այս վիճակում։ Կուսակցություն, որը եղել է իշխանության, բանակից սկսած մինչև կրթություն, արտաքինից մինչև տնտեսություն տեղյակ ունի sense մարդկային պոտենցիալ։ Մեր վրա պետությունը աշխատէ, չէ՞, կներես էլի։ Մեր վրա, իմ վրա պետություն ներդրում ունի, չէ՞։ Երբ որ ես նախարար էի, ես պետության հաշվին էի, չէ՞, փորձ ձեռք բերում աշխատում։ Իսկ հանրապետականը ձգտում է իշխանության։ Հանրապետականը ձգտում է, որպեսզի Հայաստանում լինի հայկական իշխանություն։ Եթե օր իշխանությունները, որոնք ձևավորվում են, կունենան մեր կադրային ռեսուրսի, փորձի, խորհրդի, մասնակցության կարիքը, վստահ եմ, որ տեսական առումով կարող եմ ասել, մենք տենց խնդիր չունենք չօգնելու իսկական հայկական ուժերին, եթե մեր կարիքը զգան։ Եթե չզգան, մեծ արի ես բոլոր խոսակցությունները թողենք հունիսի 7-ից հետո, որովհետև
չեմ սիրում առուն չտեսած հոп ասելը։ Շնորհակալ եմ, Ես եմ կարծում եմ բավականին հետաքրքիր հարցազրույց ունեցանք։ Դա ձեզ հաջողվեց ինձ մի երկու հարցադրումներով տենց հերավուցիչ լիցքավորել, պատասխանները ավելի անկեղծ եւ էմոցիոնալ դարձնելու համար։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորն է Ֆինավ հաշվապահական ընկերությունը, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ այո, ես նույնպես համաձայն եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում պետք են տարբեր տիպի կուսակցություններ եւ մասնավորապես կուսակցություններ, ովքեր ունեն ինստիտուցիոնալ կառույցներ եւ ինչքան էլ ինքս ունեմ բավականին լուրջ հակասություններ նույն հանրապետական կուսակցության հետ, բայց մաղթում եմ թե հանրապետական կուսակցությանը թե մյուս կուսակցություններին, որ կարողանան ել ավելի ամրապնդել իրենց դիրքերը, կարողանան քաղաքական դաշտում ներկայացնել իրենց օրակարգը, բազմակարծությունը միշտ լավ է։ Այսօր այսքանը, անպայման մեկնաբանություններում նշեք ինչ թեմաներ կուզեք քննարկեմ Analytic Talk-ի շրջանակում, Patreon եւ Donation Alerts համակարգերի միջոցով աջակցեք մեզ, լավ եղեք, կհանդիպենք։ Ես էլ մի բան պիտի ասեմ, կարելի է, չէ՞։ Իհարկե։ Գնում ենք ընտրությունների, Ժողովուրդ ջան, քվեարկում ենք Նիկոլի դեմ եւ ճանապարհում ենք Նիկոլին։ Այս 3 բանը։ Մնացածը like, comment, share, Ֆինապ, սաղ օքեյ։ Շնորհակալություն։ Спасибо։